հանդիպում ունեմ, ես հանդիպում ունեմ հիմա։ Տիկին Կարապետյանից հիմա հանդիպում ունեմ, սիրելիներս։ Ես էլ բան չեմ ասում։ Դե ցույց տվեք գնամ։ Թուրքը տակ Եթե մամուլի հետ շփվելու ժամանակ չունի, տեղեկություն չունեմ, սիրելիներս։ Տեղեկություն չունեմ, այս բան չեմ կարող այդ հարցին պատասխանել։ որ Հայաստանը ասում են զորահարկ։ Սիրելիներս թույլ կտակ անցնեմ։ Տեղեկություն չունեմ, երևի նոր տեղեկություն է, դեռ չեմ հասցրել ծանոթանալ, որովհետև նիստ էի վարում։ Երեք նիստում չի քննարկվել ԿՊ վարչությանը։ Ես վարչության անդամ չեմ, սիրելիներս։ Թույլ կտակ գնամ, որտեղ հանդիպման է։ Քպականների թույլ չեն տալիս։ 4 անգամ լրագրողներից սիրելիներ չեր ասել բան Արշակյան։ Դե իմի ինձ թվում է որ մենք որևէ խնդիր չունենք, չէ՞ իրար։ Պարոն Արշակյան, Մանավանդ ձեր հետ։ ԿՊ-ի արևմտամետ թևը ստիպում են Փաշինյանին հորդորում են չգնալ Մոսկվա, որտեղ դա իշխանության կողմից կլինի։ Հարգելի գործընկերներ, հիմա սիրելի եւ հարգելի գործընկերներ, հիմա այդ հարցերին պատրաստ չեմ պատասխանել, որովհետեւ ես ենթադրում եմ, որ իմ նիստը վարելու ընթացքում նորություններ են եղել, որոնց հիմա ծանոթ չեմ։ Ինչպես եք ակում Հարգելի գործընկերներ, գնալու եւ չգնալու որոշումը ես չեմ կայացնում։ Ես կարող եմ ասել, որ ես կարող եմ իհարկե ունեմ։ Ես կարող եմ ասել, որ պատերազմը եւ պատերազմի հաղթանակը հավասարապես նաեւ հայերին է պատկանում, Հայաստանին է պատկանում։ Եվ Հայաստանին է պատկանում։ Եվ դա իհարկե ես կարծում քննարկման ենթակա չի, մենք 300,000 զոհ ենք տվել այս պաշտոնական տվյալների, բազմաթիվ հերոսներ ենք տվել եւ մենք ֆաշիզմի դեմ ենք պայքարել մյուս բոլոր ժողովուրդների հետ միասին, այսինքն եթե դուք ուզում եք ինձանից որևէ այլ գնահատական լսել, ես չունեմ որևէ այլ գնահատական, եւ դա հավասարապես նաեւ մեր հաղթանակն է եւ մեր տոնն է։ Եվ խնդրում եմ հիմա ինձ թույլ տալ գնամ, որովհետեւ ես հանդիպում ունեմ եւ իհարկե շատ կարեւոր է, բայց չէի պլանավորել ձեր հետ խոսել։ Դե լավ, ես կարծում եմ մենք շատ լուրջ հարց քննարկեցինք, հետո ավելի անլուրջ բաներ, շատ անլուրջ հարց է, որովհետև որևէ հիմք չկա վարչապետի իմպիչմենտի հարց բարձրացնելու եւ դա անիմաստ աղմուկ է այս ամբողջ կարևոր հարցերի շրջանակներից խուսափելու համար։ Որովհետև փայլուն կառավարում է Նիկոլ Փաշինյանը։ Այո, փայլուն կառավարում է։ Շնորհակալություն։ անվտանգային բոլոր ոլորտներում։ Հավաստիացնում եմ։ Քաղաքապետը Փաշինյանի հետ կապված զգաստեք։ Իհարկե նորմալ։ Ինչու է միջև հիմա պատկերացնում, որ դուք այդ հարցով Նիկոլ Փաշինյանին դիմեք։ Սխալ են այդ տեղեկությունները եւ իրականությանը չեն համապատասխանում, այդ հարցով ես չեմ զբաղվել։ Բայց դա պետք է պաշտոնական արվի կարծում եք։ Հարգելիներս դա իմ որոշելիք հարցը չի եւ ես այդտեղ կարծում չեմ։ Ես ձեզ ասում եմ, որ ես ցանկացած բռնության դրսևորում դատապարտում եմ եւ ես կարծում եմ, որ անընդունելի է նման պահանջ։ Բայց որոշումներ Շնորհակալություն հարգելիներս։